Ուզում եմ խոսել մի բացասական երևույթի մասին, որը կոչվում է այլ երկրներից սովորեցնել, թե ինչպես պետք է մենք апրենք այստեղ Հայաստանում։ Այդպիսի մարդիկ շատ են, բայց այս վերջի օրինակը պարզապես զարմացրեց ինձ։ И смотрите, что написано здесь. Сила в правде. Так что еще поздравляю нашего президента, крепкий лет здоровья, что он защищал нашу родину еще до конца своей жизни. Мужское долголетие и мужское здоровье. С Богом! Ովքեր չճանաչեցին, Արթուր Ասատրյանն է, ավելի հայտնի Դոն Պիպո, բավականին ունևոր մարդ, որ ապրում է այս պահին Մոսկվայում։ Եթե նկատեցիք իր վիդեոյում նա ասում է «Naša Rodina и наш ուրեմն պրեզիդենտ Պուտին», այսինքն այդ մարդը համարում է Ռուսաստանն ու Պուտինին իր հայրենիքն ու իր ղեկավարը։ Հետևաբար ինձ մոտ հարց է առաջանում, դուք ստեղծել եք հայ խաչակիրների ուրեմն ազատագրական շարժում կոչվող ինչ-որ կառույց, որ անդադ խոսում եք Հայաստանում բարքերից, վատ ու լավ երևույթներից եւ այլն եւ այլն։ Իհարկե յուրաքանչյուր սփյուռքահայ կարող իր միտքը արտահայտել, բայց դուք կարծես թե ցանկություն ունեք նաեւ քաղաքականությամբ զբաղվելու, անդադ հայտ եք ներկայացնում, այսպես ասած, ինչ որ հանդիպումներ եք ունենում, եւ եթե դուք համարում եք ձեր հայրենիքը Ռուսաստանը կամ նախագահին Պուտինին, ապա ինչու եք Հայաստանում փորձում զբաղվել։ Միգուցե դուք փորձեք շենացնել Ռուսաստանը, եթե Ռուսաստանն է ձեր հայրենիքը։ Ես այս տրամաբանությունը անկեղծ չեմ հասկանում, եւ որpիսի չթվա թե հակառուսական բաներ եմ ասում, ես այս նույն վերաբերմունքը կունենամ նաև այն մարդու հանդեպ, ով կհագնի Թրամփի ուրեմն նկարով վերնաշապիկ եւ կհամարի Ամերիկան իր հայրենիքը, Թրամփին իր նախագահին, բայց կսկսի ասել, թե ոնց պետք է ապրենք Հայաստանում կամ Հայաստանը ինչ ուղղությամբ պետք է գնա։ Այնպես որ ես կարծում եմ, այս առումով եթե մարդիկ համարում են այլ հայրենիք ունեն, այլ նախագահ ունեն, պետք է առնվազն ավելի համեստ լինեն ու զուսպ լինեն Հայաստանին խորհուրդներ տալու հարցում։